այս պահին իրավապահները խուզարկում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատունը, հայտնել է Միկա Բադալյանը։ Պատերազմից հետո, երբ Ծառուկյանը ակտիվորեն քննադատում էր իշխանություններին, նրա շուրջ կրկին իրավական գործընթացներ տեղի ունեցան։ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներն անգամ խուզարկել էին տունը, ձերբակալել Ծառուկյանին։ Նրան մեղադրում էին պետությանը խոշոր չափերի վնաս պատճառելու մեջ։ Մի քանի ամիս անց մեկուսարանից դուրս գալուց հետո Ծառուկյանը հրապարակային որևէ քաղաքական ակտիվություն չէր ցուցաբերում։ Իրավապահները նրան փաստորեն հիշեցին նաև հիմա, այն բանից հետո, երբ նա հայտարարեց, որ առաջարկ Հայաստանին ծրագրով մասնակցելու է 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։ Տեղի ունեցածի վերաբերյալ մանրամասներ է ներկայացրել Գագիկ Ծառուկյանի փաստաբանը։ Պարոն Ծառուկյանի տանը խուզարկություն տեղի չի ունենում, այնտեղ տեղի է ունենում տարածքի զննություն փորձագետների միջոցով։ Շատ կարևոր է նաև նշել, որ պարոն Ծառուկյանի վերաբերյալ որևէ գործ չի քննվում այս պահին, այդ գործը դեռևս 2020 թվականին է հարուցված եղել ու հարուցված է եղել առինչ համայնքի նախկին պաշտոնատար անձանց վերաբերյալ, այսինքն ըստ էության այս գործով պարոն Ծառուկյանը որևէ դատավարական կարգավիճակ չունի, 5-6 տարի քննվող այս գործի շրջանակներում ուղղակի անհրաժեշտություն է առաջացել որոշակի հողատարածքներ զննելու, ոչ միայն պարոն Ծառուկյանին պատկանող, այլ տարբեր տարածքներ զննելու, այդ թվում նաև կոնկրետ այս հողատարածքը, որը պատկանում է պարոն Ծառուկյանին։ Քննչական կոմիտեի Կոտայքի քննչական վարչության քննիչի միջնորդությամբ փորձագետները զննում են այդ տարածքը։